Այո, Նորոյի ընտանիքում համալրում է եղել։ Եկա իմ սիրո հետևից։ Ես չէի կարողանում հասկանալ ես երգելու եմ, թե չեմ երգելու։ Ունեցա իմ առաջին մենահամերգը 2018 թվականին Dolby թատրոնում։ Մի հատ նոր դուետ էլ ունենք մեր շատ սիրելի Հարութ Փամբուկչյանի հետ։ Դակրկի ծաղելի պատմություններ էլ կա, անձամբ Արմանից լսած։ Մի օր մոռացել էի, որ կնունք է։ Չգիտեմ հարսանիք եմ գնացել, բայց կնունք է։ Ու երկելուց մեջ արտահումներ ինչ էր, անում ինչ է։ Խորովածը 2 ժամ ուշացել էր Նորո ջան, բայց գիտես ինչի պատճառով։ Քո գաս ամեն ինչից փորձես ու փոշմանես, չէ՞ ինչ-որ։ Չէ, ու եթերը չտամ։ Պապաս շատ համով ուտեստներ է պատրաստում, որ ասում տենց ինքը մասնագիտությամբ խոհարար է, չէ։ Նորո ասեց, ամենալավ անունը ասեց դիր հայրիկ։ Կարևորագույն պայմանը այդ էր, որ այնպիսի բան անենք, որ կլինի առաջինը։ Ձեր ռեստորանի դիմաց մարդիկ տրնդեզ են անում։ Տեսա մի օր թուղթ ա կպցրած վրան, որ իրանք փակվում են։ Պուճուր բանից ստեղծվեց շատ մեծ հետաքրքիր պրոյեկտ, որ ռեստորանին գովում են, ոնց որ իսկականից իմ երեխաներից մեկին գովան։ Երաժշտախումբ, որը կա միայն Հայրիկ ռեստորանում, ընկերներ։ Թանկ երաժշտություն է։ Դու Հայրիկի Նորոն ես։ Ողջույն սիրելի ընկերներ, ես Մերի Մակարյանն եմ, գտնվում եմ կրկին Menu AM-ի տաղավարում եւ այսօր բնականաբար ունեմ հյուր, ում հետ հաճելի զրույց է սպասվում։ Հայրիկ, այսպես է կոչվում ռեստորանը, որի մասին զրուցելու եմ այսօր, որն էլ գտնվում է Գլենդելի հենց սրտում եւ բնականաբար հրավիրել եմ ռեստորանի հիմնադրին, իսկ դուք նրան ճանաչում եք ոչ միայն որպես ռեստորանի հիմնադիր, այլ նաեւ որպես սիրված ու հայտնի երգիչ։ Դուք լսում եք նրա երգերը, դուք հրավիրում եք իրեն ձեր առիթներին, շփվում եք իր հետ, բայց գուցե քչերդ գիտեք, որ Հայրիկ ռեստորանը Գլենդելում հիմնել է, ստեղծել է հենց երգիչ Նորոն։ Դրա եւ այլ մանրամասների մասին կզրուցենք այսօր։ Ողջույն Նորո ջան։ Ողջույն Մերի ջան։ Շատ ուրախ եմ քեզ տեսնել իմ տաղավարում եւ շատ ուրախ եմ, որ այսօր խոսելու ենք ոչ միայն քո երգարվեստից, այլ քո այստեղի հիմնած բիզնեսից։ Մեր համայնքը ուրախացել է այդ փաստով, կարծում եմ, ճիշտ է, ես առիթ չեմ ունեցել լինելու ձեզ մոտ, բայց շատ եմ լսել եւ իհարկե Instagram-ը այդ դաշտը այնքան մեծ է, որ մենք ամեն օր կարող ենք տեսնել կադրեր այնտեղից, միջոցառումներ, ինչպես է անցնում, ասեմ, որ հրաշալի է։ Ինչ շատ է դուր եկել այնտեղի գունային գաման, ուտեստները առանց փորձելու իդեպ ասեմ, ինչն էլ վկայում է այն մասին, որ դա իսկապես աշխատած պրոյեկտ է եւ մի ջերմ ընտանեկան մթնոլորտ մեր հայ համայնքի համար։ Շնորհակալություն քեզ դրա համար։ Սկսենք ամենասկզբից։ Երբ ես տեղափոխվել Միացյալ Նահանգներ։ Միացյալ Նահանգներ 2010 թվականին եմ եկել։ Եկա իմ սիրո հետևից։ Շատ հարազատ մարդիկ, ընկերներ գիտեն իմ գալու նպատակը ու ստեղծեցինք ընտանիք, արդեն միացան իմ ընտանիքի անդամները, հիմա այդպես մեծ ընտանիքով, բալիկներով։ Քանի տարի բաժան մնացիք։ Մենք ուսանող էինք, երբ որ իմ ընկերուհին նշանածս ավելի ճիշտ, ինքն էլ էր ուսանող, ինքն էլ էր երաժիշտ։ Նույն կոնսերվատորիա։ Այո։ Նույն ամբիոնում էինք սովորում 4 տարի, բայց այդ ընթացքում մենք ուրիշ քաղաքներում ինքը չէր կարողանում գալ Հայաստան, ես չէի կարողանում գալ Ամերիկա, բայց մենք միջոցներ գտնում էինք շփվելու, տեսնելու, այն ժամանակ դեռ այդքան շատ կապեր, Skype, ինչ-որ էսպեսի հասկացողություններ չկար, FaceTime, որ տեսնես բան, մի քիչ դժվարություններ ենք քաշել, բայց արդյունքում հասանք մենք իրար եւ ստեղծեցինք լավ ընտանիք, ունենք լավ բալիկներ։ Քանիսն են։ Երկուսը։ Իդեպ քո երգացանկից ամենաշատը երկու արև երգն եմ հավանում, բալիկներս էլ միշտ լսում են, որովհետեւ հաճախ ռադիոյով հնչում է երգը, այո, շատ հաճելի ու սենց ջերմ տաք երգ է։ Ստեղծեցիք ձեր ընտանիքը եւ այսօր գործունեությունդ, ընտանիքդ ամբողջը այստեղ է Միացյալ Նահանգներում։ Ծնողներս, երեխաներս, կինս եւ շատ հարազատներ։ Այս 15 տարվա ընթացքում ես հիշում եմ, Մերի ջան, որ իմ հարսանիքը ստեղ արեցինք, sense փոքր դրվագ պատմում, իմ հարսանիքը 2010 թվականին արեցինք, հենց կնոջս ծննդյան օրը, ուրեմն կար մի 170 հոգի մարդ։ Այդտեղից ես ճանաչում եմ երևի թե Արմինեին,
Մեկ է մի 15 հոգու։ Իմ պատմությունը իմն էլ է այդպես։ Բոլորը այտենց իրանց կողմից էին ընկերներ, բարեկամներ, շատ լավ անցավ, բայց դրանից հետո, երբ որ ես արդեն ամեն ինչ լավ էր, ծնողներս իմ կողքը չէին, իմ ընտանիքի անդամներից մարդ չկար իմ հարսանիքին, բայց իմ մեջ նպատակ կար, որ ես պետքա միատել առիթ անեմ, որտեղ որ կլինեն նրանք, ու իմ 30-ամյակը արեցի, արդեն 500 հոգի մարդ կար, ուզում եմ ասեմ, այդքան շատացանք տարիներ անց, ծնողներս, հարազատներս, բոլորը արդեն մեծ խնջույք արեցինք։ Երազանքդ կատարվեց։ Այո, որտեվ երբ որ ուրախություն ես անում, ուզում ես որ քո հարազատ մարդիկ ներկա լինեն, ոնց որ մուրս հանեցի, էլի։ Քաղցած ես, դե արի հասկանանք, թե ինչ ենք անում։ Ուշադիր։ Մենյու M-ը հավաքել է հայերին պատկանող բոլոր լավագույն ռեստորանները մեկ վայրում։ Ստուգիր ռեստորանի վարկանիշը, նայիր մենյուն եւ նկարները, նույնիսկ ընթրիք կարող ես պատվիրել։ Ցանկանում ես փայտի կրակով պատրաստված խորոված, թարմ թխված լավաշ կամ քաղցր ինչ-որ մի բան, Մենյու M-ը քեզ կօգնի գտնել ինչ փնտրում ես։ menuem.com Քեզ ծանոթ համերը մեր ռեստորաններից։ Նորո, գիտես ինչն է հետաքրքիր, ես հասկանում եմ, որ սերը այստեղ էր ու քեզ կանչում էր ու դա պիտի հաղթեր, բայց ինչ որ մտավախություն, մի բան, որ դու ծնողների թողնելու ես Հայաստանում ու գալու ես այստեղ, սկսելու ես զրոյից, քո երաժշտական կարիերան, որովհետև այնտեղից գործունեություն ծավալել էիր, հա, այնտեղ արդեն այնտեղից էիր սկսել, քեզ արդեն գիտեին ու միանգամից տեղափոխվես այստեղ։ Իհարկե ես արդարացնում եմ լրիվ այդ սիրո։ Ես քո հարցից արդեն պատկերացնում եմ, որ նույն հոգեվիճակը դու ես ունեցել, որտեղ կարծում եմ այս երկրում յուրաքանչյուր մարդ ունի մի հոգեվիճակ, որը որ ծանոթ է յուրաքանչյուր հայ։ Երբ որ մենք թողնում ենք մեր երկիրը, մեր ընկերներին, մեր հարազատներին, մեր ծնողներին ու գալիս ենք մի հատ երկիր, որը որ մերը չի։ Պետքա փորձենք դարձնել մերը։ Այդ մտավախությունները, ճիշտն ասած, մտավախություն չեմ կարող ասել, բայց դե գիտեի, որ պետքա գամ հասնեմ իմ սիրած աղջկան, այդ ամեն ինչը, այդ մտավախությունները փակում էր, գալուց հետո եղավ շատ դժվարություններ, երբ որ ես չէի կարողանում հասկանալ ես երգելու եմ, թե չեմ երգելու, ես ինչով եմ զբաղվելու, այդ էր ամենամեծ ցավոտ հարցը, բայց ընտանիքիս անդամները ի շնորհիվ իմ տիկնոջ ամեն ինչ անում էր, որ ես ինձ ուրախ զգամ, առաջինը հիշում եմ, ես դե որպես տղամարդ փորձում էի ամեն ինչ անեմ, որ չգիտեմ, աշխատանք, բան, բայց ինքը ասում էր, չէ, հանգիստ, սպասի, ամեն ինչ օքեյ է, ու մի բան հասկացա, որ ամեն ինչ ժամանակի ընթացքում է լինում, երբեք չես կարող գալ ու ասել, ես վաղը էս պետքա լինի, այն պետքա լինի, ու ես ժամանակ է պետք, ընդամենը ժամանակ ու ժամանակի ամենամեծ կարևորագույն փաստը դա ժամանակն է։ Պետքա դու եթե մի նպատակ ունես, պետքա դնես նաև ժամանակ այդ նպատակին հասնելու համար։ Կարծում եմ ես հասել եմ իմ նպատակին ու շնորհակալ եմ Աստծուն։ Իմ նպատակը նա է, որ ես ունեմ լավ ընտանիք, լավ բալիկներ, ծնողներ, ինձ հետ ապրող կարիերա, բիզնես, չգիտեմ, շնորհակալ եմ Աստծուն, որ իմ մոտ ստացվել է, չգիտեմ, երջանիկ լինելու համար, ինձ թվում է ես ամեն ինչ ունեմ ու դրա համար մենակ շնորհակալ եմ Աստծուն։ Ու դեռ պիտի ունենաս, որովհետև մենք դեռ շարունակում ենք այստեղ ապրել ու պետքա ստեղծել, արարել։ Նորո անցավ ժամանակը, բուժվեցին, այսպես ասած, այն հետքերը, վերքերը, որոնք ունեիր, որոնք հետդ բերել էիր, բայց քո սիրո մոտ էիր եկել։ Երբ որքան ժամանակ հետո դու սկսեցիր արդեն լուրջ քո գործունեությամբ այստեղ զբաղվել, հրավիրվել առիթներին մեր հայրենակիցների, հա, երբ դա սկսվեց։ Ես 2010 թվականին, որ եկա արդեն այստեղ, 11 թվականին եղավ իմ առաջին տեսահոլովակը, որը որ հենց նվիրված էր բոլոր այն մարդկանց, ովքեր ապրում են իրանց տանից հեռու։ Ոնց էր կոչվում։ Շուտով։ Ես եւ Շուշան Պետրոսյանը այդ երգը երգեցինք։ Նկարահանեցինք տեսահոլովակ, Շուշանը այնտեղ նկարահանվեց, ես այստեղ, շատ գեղեցիկ երգ էր, մինչև այսօր այդ երգը ակտուալ է, մինչև այսօր ես այդ երգը իմ երգացանկում յուրահատուկ տեղ ունի։ Դրանից հետո ճիշտ ասած եղավ առաջարկ, մի օր ընկերական շրջապատում նստած էինք, ինձ զանգեց
մեր շատ սիրելի Ռազմիկ Մանսուրյանը Բուրչոն։ Այնից հետաքրքիր պատմություն է, զանգեց, ասեց Նորոջ ջան, մի հատ ընկեր ունենք, ռեստորան է բացում, ուզում ենք որ դու այնտեղ երգես։ Ասեցի, օքեյ, մայստրո ջան, ասեց ուր եք մի հատ հանդիպենք, մենք էլ այդ ժամանակ ընկերներով փորձեր էինք անում, երգեր էինք սարքում, ինչ որ sense բենդային, որ ես պետքա երգեմ մի քանի ընկերներով, եկան հանդիպեցինք Մանսուրյանի հետ, հետո հրավիրեց արդեն ռեստորանի սեփականատիրոջը, հիմա մենք շատ լավ ընկերներ ենք, մեր մայքի հետ, Բուվարդիա ռեստորանը, մեր մայքը իմ ընկերը ողջունում եմ, գնացինք մայքի մոտ ու ոգևորվել ենք էլի, որ պետքա երգենք այնտեղ ու ռեստորանը դեռ պատրաստ չէ, էլի ոնց նայում ենք, մի 6 ամիս պետքա, չգիտեմ, շինարարական աշխատանքներ լինի, մեկ հավատում ենք, մենք չենք հավատում, սենց ոգևորվել եմ, էլի մտածում եմ, խի ինձ ասեցին, կամ կլինի թե չի լինի բան, ու եղավ այդ ամեն ինչը, ես սկսեցի Բուվարդիա ռեստորանից, ամեն օր երգում էինք այնտեղ, 2 տարի համարյա աշխատեցինք, դրանից հետո ես երգեցի արդեն Մարան ռեստորան կար, որտեղ որ էլի շատ ճանաչված երգիչ երգչուհիներ են աշխատել, ինձ հրավիրեցին Մարան ռեստորանից, գնացի այնտեղ մի տարի աշխատեցի, 2 տարի, հետո գնացի Վերանդա ռեստորան, նոր էին բացում, ընկերներս Վահանը եւ Ժորը ինձ հրավիրեցին, այնտեղ արդեն էլի ես ու իմ էլի շատ լավ երգիչներ, մինչև այսօր աշխատում են իմ ընկերները այնտեղ Եվ Բուվարդիա Վերանդա ռեստորանում աշխատեցի էլի 2-3 տարի, այդ ընթացքում տեսալովակներ էի նկարահանում, արդեն մի քիչ ուրիշ էր, արդեն զբաղվածությունն էլ էր շատ ու ունեցա իմ առաջին մենահամերգը 2018 թվականին Dolby Theatre-ում։ Որտեղ որ ես եկել եմ, ներկա եմ եղել։ Եվ այդ ժամանակ արդեն դուրս եկա բոլոր ռեստորաններից, որտեղ արդեն զբաղվածությունն էր շատ, փորձեր, համերգներ ու բայց շատ ուրախ եմ որ անցել եմ այդ ճանապարհը այսօր քաղաքում 3 հատ հայտնի ռեստորաններում էլ աշխատել եմ իմ ընկերների հետ ունեցել եմ շատ հետաքրքիր օրեր շփվել եմ հենց միանգամից ժողովրդի հետ իրանցով կարողացա կայանամ երգեր սարքեմ տեսահոլովակներ Ես իհարկե շատ ողջունում եմ որովհետև շատ քչերը կան, ովքեր որ իրենց անցած ճանապարհից, հենց թեկուզ ռեստորանային ճանապարհից, հա, ռեստորանային կյանքի անցած ճանապարհից խոսում են այդքան հաճույքով, այդքան սիրով, նշում են ու բարևում են իրենց ընկերներին, կարևորում են ժողովրդի դերը, շփումը, բայց չէ որ հենց ժողովուրդն է մեզ բարձրացնում, մեզ տալիս այդ հնարավորությունը, այո ու հետո ես հիշում եմ քո չամիչ երգը ըստ իս կարող է սխալվեմ, բայց այդ երգը քեզ հաջողություն բերեց, ինչու, որովհետև սկսեցին շատ այդ երգը ուզել մարդիկ, որպեսզի իրենց առիթներին երգի, հարսիկները, բան, ես մի քանի պատմություններ գիտեմ, այդպես իրար մեջ աղջիկներով խոսել ենք, որ այդ երգը բան նորոյին կանչենք, կարծում եմ, որպես մուտք այդ աշխարհ, չամիչն էլ իր դերը արեց։ Այդ թվականին, այո, մի քանի երգեր, որ այցեքարտ դարձան ինձ համար, չամիչն էր Ռիչարդ Մադրենյանի հետ էինք աշխատում, օր ու գիշեր մեծ production էինք անում, լավ երգեր էինք պատրաստում, Արտուրը եւ Բինան, որ միջև այսօր իմ հետ են իմ ընկերները, այո։ Չամիչներ կյանքս կերել ես, հետո եկավ ամենալավ հարսանիք երգը, ճիշտ է։ Կարծեմ այդ խոսակցությունները հենց ամենալավ հարսանիքի հետ էին կապված, հա։ Հարսանիք երգն է, որ միջև այսօր երգում ենք։ Մի օր ինձ մենչենք էին յուր եկել հիշում եմ, ասես նորը ինչքան գումար ես այդ երկով աշխատես, ես շատ անկեղծ ինչ-որ թվերից էի խոսում, բայց շատ, ես ուրախ եմ, որ չգիտեմ, բոլորի ուրախության ժամանակ այդ երգը հնչում է ու ես երգում եմ ու ստեղծվում է մի նոր ընտանիք, էդի ամենամեծ ձեռքբերումն է, որ դու կարողանում ես մարդկանց ուրախացնել։ Այդ օրերը քեզ համար կարևոր են, չէ՞ որ գնում ես։ Ես ճիշտ ասած միջև այսօր այնքան պատասխանատվությամբ եմ գնում շոու, թեկուզ գնում եմ շոու, շաբաթը մի քանի տեղ երգում եմ։ Ես որ քեզ զանգեցի այսօրվա համար պայմանավորվենք, հիշում եմ, ասացիր, որ այսօրը երգում եմ, այսօրը երգում եմ, այսօրը երգում եմ, բայց ասենք երգել է երեկոյան ժամը, չգիտեմ, քանից 8-ից գնանք, բայց դու այդ օրը ամբողջ օրը զբաղված ես պահում։ Կարծում եմ բոլոր իմ երգիչ ընկերներն էլ այդպես են, եթե մենք ունենք շոու, թեկուզ մի հատ շոու է ու երեկոյան ժամը 10-ին մենք այդ ամբողջ օրը գիտեք ինչ, ինքը
չեմ կարող բացատրեմ ինչ օրինակ ընտանիքիս անդամները ասում են նորո ջան դե օքեյ լավ հանգստացի կգնանք մի հատ 4-ին ընտանիքով մի հատ հաց կուտենք հետո կգանք կգնաս բա պատրաստվես գնաս ես այդ օրը ոչ մի բան չեմ անում չգիտեմ այդ ինչա ինչ որ հուզմունք է պատասխանատվություն է որտեվ դու այդ օրը ներկայանալու ես մարդկանց առիթին որը որ մի անգամ է լինում ու չգիտեմ պատասխանատվությունն է երևի Մերի ջան բայց միջև այսօր փառք Աստծո ամեն ինչ լավ է ընթացել։ Իսկ ինչ որ հետաքրքիր դեպքեր եղել են հարսանիքներին, ինչ որ առիթներին, չգիտեմ, կապված հարսիկների, ասենք շփոթել ես դահլիճը կամ շփոթել ես օրը։ Անուններն եմ շփոթել, որտեվ մի օր օրինակ մի 4-5 տեղ շոու էինք, վերջում եկանք մեր էլի շատ ճանաչված ռեստորաններից մեկում, Մետրոպոլում էր կարծեմ, ես մի քանի տեղ երգել էի արդեն։ Դե անունները ես մոռանում եմ ու միշտ դեմից մի հատ հաղորդավարն է ինձ ասում անունը, հետո մի հատ այնտեղ ում որ տենամ իրան եմ հարցնում, վերջում Արտուրին ասում եմ մոտդ հիշի, որ ինձ ասեց ու երգելուց մեջ ասում Արտ անունները ինչ է, անունը ինչ է։ Մի օր անունները չէի մոռացել, մի օր մոռացել էի, որ կնունք է, բայց ես հարսանիք եմ գնացել, գիտեմ հարսանիք եմ գնացել, բայց կնունք է։ Հիմա հարս ու փեսային եմ հրավիրում, ասում եմ ուր են մեր փեսան, մեր հարսիկը, հիմա պետքա նրանց համար երգենք հրավիրում եմ, չկա։ Մեկ այնտեղ ընկերներից մեկ ասեց նորո ջան այսօր կնունք է։ Խառնել է, էլի գիտի։ Պատվերների երուզերի պատճառով հայտնվել եք դժգոհության գիզակետում, խուսափեք քաոսից։ Ordersco POS-ի դեպքում խոսքը շատ լուծումների մասին չէ, այլ ճիշտ լուծումների։ Կառավարեք պատվերներն ու մենյուները, վճարումներն ու մարքեթինգը, առաքումը եւ ավելին բոլորը մեկ համակարգից։ Սահուն աշխատանք, արագ մատուցում, արագաճ։ Ordersco ձեր ռեստորանը նորագույն լուծումներով։ Զանգահարեք 855 510 70։ Ու շատ հաճախ ես գնում, թե Հայաստան, թե Մոսկվա եղար վերջերս մենահամերգին ընկերոջդ։ Հիմա ինչ առիթ է։ Եվ ինչ առիթներով ես առհասարակ ճամփորդում։ Առհասարակ ճամփորդում եմ համերգներ եւ տենց կորպորատիվ առիթներ, վերջի անգամ եղել եմ ընկերոջս մենահամերգին Երևանում Արմանի, մեր Հովանեսյան Արմանի շատ գեղեցիկ համերգ էր, մենք ունեցանք շատ գեղեցիկ զուգերգ եւ Մոսկվայում եղավ այդ նույն համերգը, այնտեղ երգեցինք։ Հիմա նորից գնում եմ Արմանի համերգին, որը որ Արտաշատ քաղաքի օրն է, այնտեղի հրապարակում է լինելու։ Ինքը այնտեղ է համերգը տալու Արտաշատի օրվան Արմանի համերգն է, մենահամերգն է, այսօր Արտաշատի օրվա հետ կապված մեծ մենահամերգ է հենց հրապարակում եւ պետքա ես էլ երգեմ իր հետ մեր դուետը մի քանի օրից մեկնելու եմ։ Մի քիչ կպատմես ձեր դուետի պատմությունը, ինչպես եղավ։ Ես գիտեմ, որ դուք շատ մտերիմ ընկերներ եք, ու լիքը հետաքրքիր ու ծիծաղելի պատմություններ էլ կա, անձամբ Արմանից լսած։ Բայց ձեր պատմությունը նախ երգի պարզենք ինչպես եղավ, կամ գուցե ընկերությունը ինչպես սկսվեց։ Մենք լավ ընկերություն ունենք այստեղ, իսկականից լավ ընկերություն ունենք, թող Աստված պահապան լինի իմ ընկերներին, Արմանը, Արմենչիկը, Ջոնին, Հարութը Բալյան ու էլի շատ երգիչներ, որ մենք ամենօրյա ընկերներ ենք ու մեր մեջ այդ երգային բանը չկա էլի, որ ընկերներ ենք պետք է անպայման երգենք, մենք այդ սուբորդինացիան շատ լավ հասկանում ենք եւ պահում ենք։ Առաջարկը դե ոնց ասեմ, օրինակ ես միշտ էլ ուզեցել եմ իմ ընկերների հետ դուետ երգեմ։ Առաջարկ եղավ Արմանի կամեցողության շնորհիվ, սենց ասեմ, Արմանի համերգը պետքա լիներ։ Ես էլ դե ոգեորված ասեցի Արման ես գալու եմ անպայման ու ես միշտ իմ ընկերների համերգներին իրանց հետ եմ։ Իրանց կողքն եմ, կուլիսներում եմ, ամեն պարագայում այդ իմ ընկերները կփաստեն։ Ասեցի Արման գալու եմ քո համերգին անպայման, բա հաստատ ասեցի հա, դե մի հատ ուրեմն սիրուն երգ ենք անելու բանեսկոմ ու սենց պայտակ սենց բան եղա էլի, գիտես ինչ է, այնքան հետաքրքիր է որ դու միշտ ուզեցել եմ, բայց այն որ չեմ կարողացել ասեմ կամ չգիտեմ ինչ-որ մի բան ու իր կամեցողության շնորհիվ ասեց դե ուրեմն շատ սիրուն մի հատ երգ ենք սարքելու, այդ օրը պետքա երգենք, բան ու արագ սենց կազմակերպեցինք, ուղարկում են երգերը Արմանի հետ լսում ենք, բան ու տենց ստեղծվեց այդ մեր երգը։ Ու շատ լավ ընդունվեց, այսօր ես երգում եմ այդ երգը իմ երգացանկում, մենակով եմ երգում ու շնորհակալ եմ ընկերոջս, ինչ ասեմ։ Բա որ շնորհակալ ես, այդ մարդը քեզ զանգել էր, խնդրել էր, որ մի հատ խորովածի սեղան դնեիք ձեզ մոտ,
ու ասել էր ժամը 4-ին հյուրերը գալու են, 4:15 խորովածը լինի։ Խորովածը 2 ժամ ուշացել էր նորոջան, բայց գիտես ինչի պատճառով։ Քո ոչ թե ռեստորանում ուշացրել են, այլ դու էիր ուշացել։ Հա, էդի, բայց որտեղից գիտես դու։ Ու ինձ պատմեց քո պատասխանը։ Դե ասեցի Նորո ջան, ասեցի 4:15, իդեպ ինքը խայտարակ ուշացող է, բայց Արմանը խայտարակ, ես ուշացող չեմ։ Բան, իրա պատմելով գերմանացու ճշտապահություն ունի։ Արմանը, հա, Արմանի ճշտապահությունը, Արմանը որ ասեց 4-ին։ Հա, 4:15 ասեցի թող բերի խորովածը։ 15 րոպեն արդեն վատ է, եթե դու չէ, բայց ասում 5-նա չկա, 5:15-ա չկա, 6-նա չկա, ասում եմ այ Նորո ջան, ինչ եղավ էս խորովածը, հյուրերը նստած են, ասում տարավ վերեց, ասեց Արման ջան, բայց այս ժամին ով է խորովածը։ Չէ, լավ այդ։ Ես գիտես ոնց է Մերի ջան, իսկականից ուշացող չեմ, էլի, եթե ասենք տունը ես ուշանում եմ, ասենք մի հատ առիթից, նա իմ ընտանիքի անդամները որ նայենք, ասեն, բայց Նորոն ամեն օր մենք որ ասենք 6-ին պետք է լինենք միտեղ, ես 4:30 արդեն հակած կանգնած մերոնց վրա եմ գորգորում, ասում երեխեք ինչ եղան, Արմենը ինչ եղար, բան շուտ արեք։ Ձեզ հաջողություն եմ մաղթում Արմանի համերգին, ափսոս որ մենք այստեղ ենք ու չենք կարող տեսնել։ Իդեպ այստեղ լինելու է մենահամերգ Արմանի հետ լինելու։ Այո։ Քո համերգային գործունեությունից խոսենք ու անցնենք երկրորդ գործունեությանը, էլի շատ հաճելի, էլի շատ պարտավորեցնող։ Դու պատրաստվում ես առաջիկայում այստեղ մենահամերգի։ Հիմա դեռ մենահամերգի մասին խոսակցություններ չունենք, հիմա կոնկրետ զբաղված ենք նոր տեսահոլովակներով, երգերով, հիմա վաղը չեմ իսօրը նոր տեսահոլովակ եմ նկարահանում։ Մի հատ նոր դուետ էլ ունենք, որի մասին կարող եմ խոսել, դա մեր շատ սիրելի Հարութ Փամբուկչյանի հետ է, Ձախարութի հետ է, հիմա աշխատանքները տարվում են, երգը արդեն որոշված է, պետք է երգենք։ Ո՞վ է գրել երգը։ Երգը մեր հին երգերից է, փակագծերը չեմ բացի, իմ սիրելի եւ նրա սիրելի երգերից է, այդպես որոշեցինք, Իսկ առաջարկում կողմից եղավ։ Ուրեմն Երևանում էինք Արմանի համերգի հետ կապված, ու այդպես ամբողջ օր իրար հետ էինք Մոսկվան, Երևանը, բոլորս տենց եթե մի առիթ էր բոլորով իր հետ էինք բան, ու եկանք այստեղ, պետքա հանդիպեի Ռուբինայի հետ, մեր շատ սիրելի, այդպես հանդիպեցինք, բան Ռուբինան ասեց Նորո ջան, եթե քեզ մի բան պետք կլինի, իմացի մենք պատրաստ ենք, ասենց շատ անմիջական ու շատ բան, ասի հա Ռուբինա ջան, մերսի, բան, չհասկացա ինչ իմ ասում, ասեց եթե կուզենաս, բան, ասենց այդ իմ համար շատ մեծ բան է որ լինել վարպետի կողքին երգել նրա հետ ես մի անգամից արդեն ասեցի Ռուբինա ջան շատ շնորհակալ եմ ասեցի այնքան շատ զգացված ու շնորհակալ եմ ու այդպես արդեն խոսեցինք բան հա խոսակցությունը գնաց դեպի դրան որ երգ ծնվի խոսքը սիրով կսպասենք հիմա աշխատանքները տարվում են մայստրոն պետքա գա ստուդիա պետքա ձայնագրվենք մոտ օրերս երևի թե կլինի եւ կհանձնենք հեռուստադիտողին մեր հանդիսատեսին։ Այսինքն քո գործունեությունը այստեղ բուրըն շարունակվում է, ընթացքի մեջ է նոր։ Մի քիչ Մերի ջան, որ ասեմ առաջվա, գիտես ինչ, այս մի քանի տարիները դու էլ գիտես, որ այս 20 թվականից հետո մի քիչ բարթացավ, հա։ Ամեն ինչը մի քիչ sense մենք էլ հետ գնացինք, չգիտեմ, հավեսներս չէ, մի քիչ փախավ, ավելի sense կենցաղային պատասխանեմ, մի քիչ հավեսներս փախա, որտեվ շատ խնդիրներ ունեցանք թե հայրենիքում, թե ամբողջ աշխարհում էր ինչ-որ խնդիրներ, ոնց որ ադապտացվեց էլի այդ ամեն ինչին, բայց հիմա կոնկրետ ես զբաղվում եմ իմ երգեցողությամբ, արդեն շատ երգեր ունենք ստուդիայում, ամեն օր աշխատանքներ են տարվում, կամաց արդեն կլինի նոր երգեր, նոր տեսահոլովակներ։ Ճիշտ է, այն ժամանակ սիրտ չունեինք որևէ բան անելու, ես կարծում եմ, որ սա շատ տեղին բառ է, ոչ երգելու, ոչ աշխատելու, ոչ խաղալու, բայց դե ժամանակը, ինչպես ասում ես, ամենաբուժիչ բանն է մարդկանց համար։ Նորո, քանի տարի առաջ ծնվեց գաղափարը ստեղծել, հիմնել մի վայր, որտեղ կարող եք հավաքվել ոչ միայն դուք ձեր ընկերներով, այդ լավ խմբով, այլ նաև իրենց առիթները, իրենց ընտանիքի
ծնունդները, չգիտեմ, ես գիտես, իդեպ մինչև սկսել ասեմ, շատ զարմացա, որ տեսա ձեր ռեստորանի դիմաց մարդիկ տրնդեզ են անում։ Կրակը վառել են ու թռնում են։ Հայկական, չէ։ Այո։ Շատ հաճելի մի Արեշում են, էլի, չէ, դե նշանի բան։ Որը ստեղծվեց քո շնորհիվ, ինչպես, երբ, ոնց։ Պապաս շատ համով ուտեստներ է պատրաստում, որ ասում տենց ինքը մասնագիտությամբ խոհարար է, չէ, լրիվ այլ մասնագիտություն։ Համեղ ձեռք ունի։ Հա, համով եմ որ խորովածը յուղոտ եմ, որ sense սարքի բանման ու ընկերներս էլ միշտ որ մեր տուն են գալի, ասում են հոպար քո խորովածը դե ուրիշ է պապան, իրան լավ էր զգում բան։ Ու միշտ ասում էր նոր ասում էր, մի հատ տենց տեղ ունենանք, մի հատ խորովածանոց լինի, ախպեր ես սարքեմ են իրա ձևով էլի, ասում է բան անենք էլի, տենց փոքր մի հատ բիզնես բանման ու տենց միշտ ասում է դե պապ ջան քո որ տարիքն է որ դու բան անես սարքես հիմա լավ է էլի ես կոմենքում ու տենց խոսում էինք ասում էր առաջ բայց պապան ինքը սիրում էր այդ ամեն ինչը էլի ինքը ամեն օր մեր տունը չգիտեմ այդ աքսեսուարները դրած մեր տունը ամեն օր հա մեծ հայաթով հա պապան մեր տունը միշտ սովորենք էլի որ շատ մարդ պետք լինի ու մի օր իմ ընկերներից մոտ զանգեց, ասեց նորո էս ինչ ռեստորանը լսել եմ վաճառում են։ Ասի մի հատ զանգեմ գնամ տենամ։ Գնացի տեսա որ էլի իմ ընկերներից են, տենց ընդհանուր ընկերներ ունենք, ռեստորանի տերերը իրանք են։ Այդպես գնացի խոսացի, որոշեցինք, ձեռի տվեցինք, բալայները վեկալեցի, ասեց նորո ջան, բալայները վեկալեցի եկա տուն։ Եկա օֆիս։ Հիմա ես այս ճամպրուկը ինչ անեմ։ Ասում եմ, հետ ասում ռեստորան եմ առել։ Ոնց բան, ասի, հա, դե հիմա ասենք պապայի հույսով էլի։ Ու ես գնացի պապային, ասեցի, պապ, ասի, էսա ռեստորան ենք առել, ու ես իրան պատմում եմ, ինչ պետք է լինի։ Պապան արդեն է որ միշտ ոգևորված բան, ասեց, նորո ջան, ես գործ չունեմ, ասեց, դու հաստատ էսա որ անենց մեծ էս բռնե ամեն ինչ, որ այտենց չի լինի բանման, որ ասում պապ ջան, բայց քո ուզած բանը եղավ, էս կոմենկոմ բան։ Մի խոսքով էդի տենց հարթվեց, հետո պուճուր բանից ստեղծվեց շատ մեծ հետաքրքիր պրոյեկտ։ Այսինքն ես սկզբից այդ պուճուր ռեստորանը որ վերցրեցինք, սկսեցինք արդեն շինարարական աշխատանքներ, հետո մի օր տեսա որ կողքը կար շատ ճանաչված Baskin Robbins ice cream որ վաճառում են, հենց իմ ռեստորանին կպած էր դա։ Տեսա մի օր թուղթ է կպցրած վրան, որ իրանք փակվում են։ Ես մի անգամից զանգեցի այդ մեր շենքի լենլորդին, ասացի, որ էտել եմ ուզում վերցնեմ, գնացինք արագ պայմանագրերը կապեցինք, վերցրեցինք ու ինքը դարավ արդեն ավելի մեծացավ տարածք։ Արդեն ինքը որպես ռեստորան, արդեն ոչ թե ինչ որ փոքրիկ խորովածանոց, որ պապան էր պատկերացնում։ Ու այդ ամեն ինչը արվեց, հիշում եմ, որ ընկերներիս հետ էլի ընկերական շրջապատում նստած էինք, անունն էինք որոշում, մի քանի անուններ, մեր ընկերներից Հարութը Բալյան ասեց, ինչ անուններ ես որոշել, ասենց անուններ բան, մեկ էլ ասեց, նորո ասեց, ամենալավ անունը, ասեց, դիր հայրիկ։ Ասի ճիշտ ես ասում, Հարութ, ասեց, հա, պապան ա եղել, այդ հիմքում ինքն են կաց, հայրիկ Դե Հայաստանում էլ կա մեծ, ավելի շատ մեծ շքեղ հայրիկ ռեստորան, մտածում ենք, որ խնդիրներ չառաջանա, բան, մենք դրեցինք հայրիկ ուզին, ես ռեստորանում դժվարություններ չտեսա։ Ի շնորհիվ իմ շրջապատող մարդկանց, իմ ընկերների, իմ հարազատ մարդկանց եւ մարդիկ, ովքեր որ միջև այսօր իմ կողքն են, միջև այսօր ամեն ինչ հետևից իրանք աշխատել են, չեն երևացել, բայց այսօր ռեստորանը մեր Փառք Աստծո լավ անուն ունի, ես ունեմ շատ լավ աշխատակազմ, ունեմ շատ լավ թիմ ու ես որ միշտ գնում եմ, միշտ առաջից հարցս էս այնում, թե իմ 9 հոգանոց երաժիշտների խումբ ունենք։ Շատ տաղանդավոր երաժիշտներ են բոլորը ժամանած Երևանից ու միշտ իրանց հարցնում եմ, ասում եմ ուրախ եք դուք տղերք, ասենք ես էլ եմ երաժիշտ էլի, ուրախ եք, իրանց պատասխանը իմ ամենամեծ ձեռքբերումն է, ոնց որ մենք գանք մեր տուն։ Ու ես իմ աշխատողներին, աշխատող չեմ ուզում ասեմ կոպիտանչում, իմ ընկերները, ովքեր որ այնտեղ աշխատում են, թեկուզ մենեջերը էլի իմ ընկերն է, ասում եմ, ասում եմ, միակ գաղտնիքը սա պետք է լինի, այսինքն մենք ոնց ենք ուզում հյուր ընդունենք մեր տանը, որ ամեն ինչ
պատրաստ ենք իրանց համար անենք, որ իրանք գնալուց ասեն ո՞վ էս ինչ լավ մեզ հյուրասիրեցին, էս ինչ վերաբերմունք էր, ասում եմ, ավո, էդի պետքա լինի հայրիկում, այսինքն էսի տունն է։ Էդ է մեր սկզբունքը։ Հա, ու կարծում եմ, որ այդ մեր հյուրերը, ովքեր որ եղել են հաճախորդները, կփաստեն դրա մասին։ Ես որ երեկոյան մեկ-մեկ գնում եմ այնտեղ ընկերներից տենալու երաժիշտներին դուրսը բան, բոլորը մոտիկանում են ինձ հյուրերը, ասում են նորո ջան, էս ինչ լավ։ Ես ոնց որ գիտես ինչ, որ ռեստորանին գովում են, ոնց որ իսկականից իմ երեխաներից մեկին գովան խոսքի օրինակ։ Ես սենց եմ ընդունում, որտեվ մերի ջան, օտար երկրում օտար հողի վրա ունենալ հայկական հայրիկ անունով ռեստորան, ունենալ հայկական մաքրամաքուր երաժշտություն, էդի իսկականից պարծենալու բան է, որտեվ մենք օտար երկրում ենք, թեկուզ այս մեծ երկրում մի հատ փոքրիկ տեղ կա հայկական ոգի, կա հայկական շունչ, հայկական մթնոլորտ, նա ասես տրնդես են անում, չէ՞։ Մենք ամեն ինչ փորձում ենք անենք մեր հայերի համար ու այնքան ուրախ եմ, իսկականից եմ ասում, որ ես հետ եմ նայում, այսօր նայում եմ մեր արած աշխատանքը, ես դժվարություն չեմ ունեցել ռեստորանում։ Քաղցած ես, դե արի հասկանանք, թե ինչ ենք անում։ Ուշադիր։ Մենյու M-ը հավաքել է հայերին պատկանող բոլոր լավագույն ռեստորանները մեկ վայրում։ Ստուգիր ռեստորանի վարկանիշը, նայիր մենյուն եւ նկարները, նույնիսկ ընթրիք կարող ես պատվիրել։ Ցանկանում ես փայտի կրակով պատրաստված խորոված, թարմ թխված լավաշ կամ քաղցր ինչ-որ մի բան, Մենյու M-ը քեզ կօգնի գտնել ինչ փնտրում ես։ menuem.com Քեզ ծանոթ համերը մեր ռեստորաններից։ Դու չնշեցիր ովքեր են քո մեջքի ետևում կանգ։ Իհարկե, իմ մեջքի ետևում կանգնած են մարդիկ, իմ անձնակազմը, իմ երաժիշտները, իմ խոհարարը, չգիտեմ, խոհանոցի աշխատողները։ Նորը օրինակ դու ընտրել ես թե մենյուում ինչպիսի ճաշատեսակներ պիտի լինեն։ Այդ հայկական, օքեյ, բացում ենք ռեստորան, անունը դնում ենք հայրիկ։ Ես հենց այդ էի ուզում անդրադառնել, որ ասեմ մեջքի ետևում, ուրեմն ես ունեմ իմ կողքը մի հատ շատ լավ մարդ, ում հետ որ ես մեր ընտանիքի բարեկամ սենց այսպես ասեմ ու ով որ ինձ օգնեց, որտեվ ես չէի պատկերացնում ինչքան մեծ դժվարություններ կան, նայ ասես ուտելիքները ով օգնեց, ով ինչ արեց, ինչ մենյու պետքա լիներ, Գլենդելում կա Կոզանյան մարքետ, որը որ շատ ճանաչված Կոզանյան պլազա, չէ, այդպես ու մարքետները մարքետի սեփականատերը Գայանը, ով իմ շատ հարազատ մարդն է, իմ ընտանիքի հարազատն է, ես իր շնորհիվ իրա դժվարություններ չտեսա ռեստորանում, ինձ ինչ պետք էր, նորո ջան էսա կլինի, նորո ջան էսա էսի կլինի, նորո էսի պետքա լինի, այնքան հեշտ արվեց այդ ամեն ինչը, որտեվ մերի ջան ռեստորան աշխատացնելը շատ դժվար աշխատանք է, ինքը ամենօրյա աշխատանք է ու ես ընդհանրապես չեմ հասկացել ռեստորանից, ես օրինակ չգիտեմ հայրիկ անունը, սիրուն պատերը, էսիստեղ պետքա լինի, այնքան էի հոմգուց գնացի, ամաչում էի արդեն։ Իսկ այդ դիզայնը, այդ գույները ով է ընտրել։ Okay, գույները ես աշխատեցի մեր Արմանի հետ, դիզայներ։ Ինչպես պիտի ասես կինս։ Չէ, բայց այդ ռեստորանի այդ գույների հետ կապված էլ այնքան բաներ կապ, այդ հետաքրքիր բան կպատմեմ հիմա։ Ուրեմն մենք երեկոյան երբ որ ռեստորանը պատրաստ չէր, հələ գալիս էին, չգիտեմ, պոլը պետքա սարքեին, չգիտեմ, պատերը բան, մենք ընկերներով հավաքվում էինք այնտեղ։ Մի օր մեր ընկերներից էլի անունը չեմ ուզում տամ, եկավ ասեց, «Օ, Նորո ջան, էս ինչ գույն ես ներկի», ասեց պատերը, վերջնական գույններ։ Ասի, «Բա ինչ գույն ներկեմ», ասի, Սակո ջան, ասեց, «Ապեր», անունը ասեցիր։ Հա, Սակո ջան, ասեց, «Նորո ջան, էսի լավ գույն չի», ասեց, «Այս իր բաններ վերնաշապից», ասեց, «Հենց էս գույն»։ Ասի, «Օ, լավ կլինի», ասեց, «Գիտես, այդ ինչ գույն է բան»։ 11-ից 12-ներ զանգել եմ աշխատողին, այդ ներկարարին, մեծ բարեկամ տղա է Գևորը։ Ասի Գևոր ջան, ինքն է գիտի էլի իմ բնավորությունը, ասում եմ պետքա ռեստորանի գույնը փոխենք, ասում եմ Նորո ջան այս ժամին, ասում եմ չէ, ես է քեզի կօգնեմ, տղեկն էստեղ են մի հատ արի բան, եկավ փոխեցինք այդ գույն, պատկերացրա մի գիշերվա մեջ, մինչև 3-4-ը փոխում ենք, դե արդեն ինքը պատերը սա պատրաստա դիվան արվի, արվա մյուս օրը Սակոն էլի եկավ, սենց այց,
Որը նորը ջան էսով էս գույնը քեզի ասեն ներկես, ասում եմ ոնց սա քո երեք դու ասիր, ապե չէ, արդեն ուրիշ մայկով է։ Ասում է չէ, էսի սիրուն գույն չի ասում է, ասի սա բա որը ներկեմ, ասում է էսի, այդ որը որ փոխել են դա ցույց տալի։ Այնքան հետաքրքիր, ես էլ դե հետո լսում եմ էլի բոլորին, չգիտեմ, տուժեցի այդ ընթացքում, բայց ամեն ինչ սիրով է արվել, սենց հետաքրքիր արվել է։ Իսկ այն գրքերի պատը, այդ մտահղացումն է։ Դա հենց իմ մտահղացումն է, շատ մարդիկ սկզբում չէին հավանում, օ, ես ինչ է բանման, բայց ես չգիտեմ, ստացվել է ինչ որ քոզիոտ սիրուն մի բան ստացվել է մերի ջան, կարծում եմ մի քիչ չգիտեմ, աշխատել ենք, քննարկել ենք, բայց ստացվել է ինչ որ մի բան։ Նայ, սենց ասեմ, ինքը ես իմ ինչ չի, բնականաբար, Ամերիկայում ես ավելի շատ ուրիշ բան կուզենամ, ինչ որ ես պատկերացնում եմ, որ կարողանամ ստանամ, բայց Ամերիկայի օրենքները, CT թույլտվությունները, չէ, այստեղ ամեն ինչ ինչ որ դժվար է։ Շատ հնարավորություն չունես իրան բան անելու էլի, փոփոխելու, որտեվ Երևանում չի կամ ուրիշ երկրում չի, որ դու ոնց ուզենաս, այստեղ կոդեր կա, որ դու չես կարող անցնես այդ։ Օրինակ դուրը պետքա լինի այս չափսի։ Հա, գիտեմ, այդ դժվարությունները։ Հա, ասենք, չգիտեմ, բաթրումները պետքա լինի այս չափսի, որ չգիտեմ, հիվանդ մարդ է խոսքի իրանք հետ եկել է ռեստորան, իրան կարողանան բան։ Նորո իսկ օրինակ երաժշտությունը ոնց որոշեցիր, որ հենց հայկականը պիտի հնչի ձեր մոտ եւ արդյոք ձեր աշխատանքային օրերը ամենօրեն, այսինքն պիտի առիթ լինի որ գան, թե կարող է ինչ որ մեկը ընտանիքով ամեն երեկո գնալ ու վայելել երաժշտությունը, ուտելիքը։ Առաջ ուրբաթ շաբաթ կիրակի ենք նախատեսել, բայց հիմա ամեն օր գրեթե աշխատում է եւ նաեւ աշխատում է որպես ռեստորան, այսինքն ցերեկները կարող են մարդիկ ընտանիքներով գալ, ժամը 12-ից բաց է ու միակ բանը որ տղաներով չենք թողում, ինքը մի զույգերով է, մեջը միշտ մաքուր կարող ես այն որ ռեստորաններում որ չի կարելի ծխել, այսպես ասեմ, երաժշտությունը ամենակարևորը, չեմ կարող բացատրել, ինչքան ճիշտ որոշում կայացրեցի, որ պետքա լինի հենց այդ երաժշտությունը։ Իմ երաժիշտ ընկերներին եմ ուզում ողջունեմ, ուզում շնորհակալություն հայտնեմ նրանց, որ իրանք միջև այսօր իմ կողքին են, իմ երգիչ ընկերներին, հայկական մաքրամաքուր երաժշտություն։ Մենք մի քիչ սովորենք, չէ՞, օրինակ որ երաժշտությունը արդեն պետքա տղաները գային փորձել, այսպես մտածում ենք, այս երաժշտության տակ ոնց են ապարելու, չէ՞, որտեվ ռեստորան է, բայց շատ լավ ապարում են ու մի ուրիշ թանկ երաժշտություն է։ Իհարկե։ Գիտես դրա սիրողը կա, դրա սիրողը չկա, ես չեմ կարող բոլորին ասել, որ դուք բոլորը պետք է սիրեք։ Օրինակ մարդիկ կան, որ մեր ժողովրդական գուսանական երաժշտությունը կարող է չհասկանան, չսիրեն, կամ իրենց առիթին չուզենան դրա տակ ապարել օրինակ։ Բայց առաջին անգամ լսելուց հետո իրանք հասկանում են, որ ամենակարևորը հենց այդ երաժշտությունն է։ Ու չգիտեմ, դրա համար շատ ուրախ եմ, որը որ ստացվեց, որ համայնքում ինքը միակն է, դա էլ է կարևոր, այսինքն երկրորդը չկա։ Այո։ Բանը այդ էր կարևորագույն պայմանը, այդ էր, որ այնպիսի բան անենք, որ կլինի առաջինը։ Երաժշտախումբ, որը կա միայն Հայրիկ ռեստորանում ընկերներ, իսկ երգչուհի երգիչ ունեք։ Մի հատ էլ հետաքրքիր պատմություն պատմեմ, երբ որ պետքա ռեստորանը արդեն պատրաստ էր, պետքա երաժշտությունը լիներ, բենդը արդեն կար, երգիչները կային, տղերքը միշտ ինձ հարցնում ասում էին, նորը ջան բա ով է երգելու, տենց կատակով, ես էլ ասենք տենց հիմա ձևերս իրանք անում են, էլի ասել եմ, դե ախպեր, ամաչել եմ, ասեմ դե մի օր դու էլ կերկես, մի օր դու կերկես, տենց պետքա դե ընկերական շրջապատով ռեստորանը առաջ գցենք, դե տենց մտածել եմ ու ասել եմ, ասում էի բան, դե արմ ջան, դե սաղս է երգելու ենք, էլի հենց էս է բառը եղել, բան, ես եկը երգեմ, հետո ասես տղեկին էլ, դե սաղս է երգելու ենք, բան, ու այդպես անցավ մի որոշ ժամանակ Մերի ջան, իսկականից իմ բոլոր ընկերները երգեցին, իմ բոլոր ընկերները եղան իմ կողքին ու որ ասում եմ ես դժվարություն չեմ տեսել, շատ կարևոր է, երբ որ դու մի բան ստեղծում ես ու քո ընկերները քո մասնագիտության մեջ քո ընկերները քեզ փորձում են
ամեն ինչ անեն, որ դու դժվարություն չտեսնես։ Այսինքն հասարակ մի հատ բան, ռեստորանը, որ ստեղծվեց, հայրիկ ռեստորան, դու երբ որ դրա մասին չխոսես, չգովազդես կամ չտարածվի, շատ մարդ չի իմանալու հայրիկ ռեստորանը որտեղ է, ինչ է։ Իմ բոլոր ընկերները երգել են, իմ բոլոր ընկերները գովազդել են, իմ բոլոր ընկերները եկել են այնտեղ ու պատմել են դրա մասին, պատմել են իրանց մյուս շրջապատում ու կամաց հայրիկ ռեստորանը ճանաչվեց ու այսօր բոլորը գիտեն, որ երգել են հայրիկի նորոն ես։ Հա, որ Արմանն է հայրիկիչ։ Պատվերների երուզերի պատճառով հայտնվել եք դժգոհության կիզակետում, խուսափեք քաոսից։ Ordersco POS-ի դեպքում խոսքը շատ լուծումների մասին չէ, այլ ճիշտ լուծումների։ Կառավարեք պատվերներն ու մենյուները, վճարումներն ու մարքեթինգը, առաքումը եւ ավելին, բոլորը մեկ համակարգից։ Սահուն աշխատանք, արագ մատուցում, արագաճ։ Ordersco ձեր ռեստորանը նորագույն լուծումներով։ Զանգահարեք 855 510 70։ Վերջերս կազմակերպեցինք մեր շատ սիրելի մայեստրո Ռուբեն Մաթևոսյանի ծննդյան տարեդարձը համերգից հետո ու բոլոր համայնքի բոլոր երգիչները, բոլոր սիրված արտիստները ես հպարտանում էի, Մերի ջան, ես Ռուբեն Մաթևոսյանի դասարանում եմ սովորել կոնսերվատորիայում, ավարտել եմ իր մոտ ու ես երբեք չէի պատկերացնի, որ կանցնեն տարիներ ու իր ծննդյան տարեդարձը ի շնորհիվ իմ ընկերների Հովհաննես Շահբազյանի եւ Արման Հովհաննիսյանի որոշեցին, ասին նորը պետքա կոմոդ անենք մայեստրոյի տարեդարձը ու նշեցինք ինձ մոտ ու երգեցին բոլորը շոուներ ես ինձ մոտ շոու եմ երգել առիթ են արել, ասեն ուզում են որ նորոն երգի գնացել եմ ռեստորանում շոու եմ երգել Իսկ օրինակ ձեր առիթները ընտանեկան, բարեկամական նշում եք ձեր մոտ Այո, իհարկե Վճարում եք Ճիշտն ասած մի հատ գաղտնիք ասեմ այս վերջերս այո ընտանեկան առիթ են կարել ու ես վճարել եմ Ես վճարում եմ միշտ որտեվ երբ որ ես չվճարեմ ես չեմ հասկանա այդ բիզնեսի շատ կարևորագույն բաներ Կապ չունի ինքը քոննա թե քոնը չի դու պետքա վճարես որտեվ այդ վճարելուց շատ բան հասկանում ես դու Դե վճարելուց տեղ է հասնում այն մարդկանց ովքեր աշխատում են ձեզ համար այդ օրը Իսկ քանի հոգու կարող է ընդունել ռեստորանը Մինչև 100 հոգի Մինչև 100 հոգի Նորո ունենալով այս հաջողությունը ռեստորանի հետ կապված եւ նաեւ ես քեզ համարում եմ հաջողակ քո ասպարեզում ինչու որովհետեւ դու անընդհատ նշում ես որ դու դժվարություն չես տեսել իհարկե փառք Աստծո բայց անընդհատ նշում ես ընկերներիդ Դրանից երևում է որ դու ես համարում եմ որ մարդը եթե ինքն է լավը ուրեմն իրեն բաժին են հասնում լավ ընկերներ հա որտեվ այդ ամեն ինչը փոխադարձ է չէ դու պիտի լավը լինես որ քեզ լավ ընկերներ բաժին հասնեն ու ընկերությունը ստացվի այդպեսին ես հենց կողքից նայում եմ ու շատ ինչ որ ջերմ բան եմ զգում ձեր ընկերական շփումից հա մի փոքր էլ տեսնելով շփվելով Արդյոք մտածել ես, որ կարելի է ընդլայնել այն ամենը, ինչով որ դու զբաղվում ես, ստեղծել մի տեղ, որտեղ կարելի է օրինակ համերգներ ունենալ, ընկերներով, ձեր շրջապատով։ Ավելի մեծ պրոյեկտի մասին է խոսքը։ Այո։ Մերի ջան, արի առաջին հարցից սկսեմ, որ ասում ես, որ դժվարություններ չես տեսել, Նայ դժվարություններ ռեստորանային կյանքում չեմ տեսել, ինչի համար, որտեղ իսկականից աշխատեցի պրոֆեսիոնալ մարդկանց հետ։ Դե դա բախտավորություն է, որտեղ կներես իմ հյուրերը բոլորը այստեղ որ գալիս են խոսում են իրենց ստեղծածից, բոլորը պատմում են իրենց այդ դժվար ճանապարհից, իհարկե հետո արդեն հաջողված, բայց դու միակն ես, ով էսպես ուրախ Ես հենց այդ էլ իմ ընկերները կփաստեն, հա, ես մի քիչ այնքան լավատես եմ Մերի ջան Այնքան լավատես եմ ու այդ իմ լավատեսության շնորհիվ երևի ու մի հատ էլ բան ասեմ մեծամտություն չունի Աստված իսկականից ինձ ոնց որ ամեն փորձության մեջ ես զգում եմ իր ուժը իսկականից այնքան տեղեր եմ զգացել Ուսումնասիրելով ձեր Instagram-յան էջը հենց հայրիկի էջը նախ շատ գունեղ հաճելի են որ հենց էջից կարող ես տեսնել ինչպես են անցնում ձեզ մոտ առիթները ուտելիքների տեսականին եւ այլն կարեւորում ես արդյոք Instagram-ը մեր դարում Իհարկե Եվ ով է զբաղվում Instagram-ը շատ եմ կարևորում, այսօր սոցիալական կայքերը ամենակարևորն է մեր կյանքում Զբաղվում եմ ես,
Զբաղվում է Երևանից, այո, սենց այսպես ասեմ, Մերի ջան, միջև վերջերս, եթե մի բան ես չէի հավանում, չէր գնում Instagram։ Ես իմ հեռախոսի մեջ այնքան գեղեցիկ նկարներ ունեմ արած, որ միջև ես չեմ, ասենք որ նկարում են մարդիկ ուղարկում են, ես միջև չեմ նայում, Քո հավանությունը պիտի լինի, հա, մի քիչ ամեն ինչ չենք թողում որ լինի, իսկ օրինակ ինչն է քեզ համար կարևոր, այ ինչը կհավանես, ինչը չէ։ Շատ կենցաղայինը չեմ հավանի, շատ կենցաղայինը չեմ հավանի։ Կապ ունի գունային գամաները, կապ ունի թե այդ պահին ինչ ես ուզում ներկայացնես եւ ինչ ես ուզում որ դիմացինը տեսնի։ Այսինքն եթե ես Instagram-ով թողեմ ամեն ինչ ընկնի, այնտեղ տարբեր մարդիկ են գալիս, իրանք նկարահանում են, բայց դու չես կարող բոլորի նկարածը թողես որ հանրությունը տեսնի։ Ահա, այսինքն եթե ձեզ նշում են, փորձում եմ, իրանք նշում են, իրանք նկարում են, դե աշխատողներ կան նկարում են, այսօր բայց բոլորը իմ աշխատողները գիտեն որ մի բան նկարահանվում է, ես էդի կհավանեմ, կարան դնեն Instagram թե չէ։ Կարծում եմ մի քիչ հասկանում եմ դրանից, Մերի ջան, մեծամտություն չլինի, որ եթե ես չեմ հավանում, չի դրվում, որտեղ դու չես կարող բոլորի նկարածը ու բոլորի ճաշակը դու ինչ որ իրանք պատկերացնում են, դու դնես ու հանրությունը տեսնի։ Դու պետք է այդ ամեն ինչը մաղես, հասկանաս ինչ կարելի է ռեստորանից դուրս որ մարդը տեսնի, որ իրանք գրավի, չգիտեմ, գունային գամաներն է, բենդն է, աթոռը, սեղանը, անպատրաստ սեղան չլինի։ Կարող է դու շատ սիրուն մի հատ կադր նկարես, բայց այնտեղ մի հատ բան կա, որ իմ աշխի վրաս նկատում է։ Այն ամենը ինչ որ դու ստեղծել ես, դա իսկապես քոնն է, քո մասնիկը կա դրա մեջ։ Այսինքն պատերի գույնից սկսած հանենք որ սա քոն երկու անգամ փոխել ես պատերը։ Ես չեմ ուզում, հա, նեղացնեմ իմ ընկերներին, դիզայներ ու բոլոր մեծ աշխատանք է տարվել, բայց իրանք էլ կփաստեն, որ ամեն ինչի մեջ իմ մասնիկը կա, ես շատ ողջավորված մի տարուց ավել ես ինքս գնում եմ այնտեղ գործ անելու։ Այո, իսկապես քո մասնիկը կա ու դա շատ կարևոր է ու ստեղծելուց առաջ էլ դու ասացիր, որ այն քեզ համար կարծես քո երրորդ երեխան, երրորդ զավակը լինի։ Հա, որ մի բան լավ բան լսում եմ, ես այնքան լավ եմ զգում ինձ։ Ես սրտանց մաղթում եմ, որպեսզի դու այս զգացողությունները կարողանաս երկար վայելես։ Անպայման համել պետքա գաս մեզ մոտ։ Շնորհակալ եմ, այո, անպայման, շատ եմ ուզում, հատկապես ինձ շատ հետաքրքիր է այդ երաժշտական պատը։ Գաս ամեն ինչից փորձես ու փոշմանես, ինչ որ։ Չէ, ու եթերը չտամ։ Չէ, ես իսկապես սրտանց մաղթում եմ, որպեսզի այդ քո զգացողությունը քո երրորդ զավակի նկատմամբ պահպանվի, ամենակարևորը ծաղկիր ու բարգավաճիր Նորոջան քո ստեղծածի հետ միասին, այո, Նորոյի ընտանիքում համալրում է եղել նրա երրորդ զավակը, իհարկե Հայրիկ անունով, որի հիմքում ընկած է, այո, հրաշք պատմություն նրա հոր հետ կապված, իսկապես երկրից հեռու ստեղծել մի բան, որը քեզ կհիշեցնի ու մտովի մի քանի ժամով կտեղափոխի։ Բոլորին այնքան մարդիկ կան Մերի ջան, հենց այդ Հայրիկ անվանն հետ մեր մոտ առիթ են անում։ Հայրիկ չի կտրվում էլի, մեր կապը չի կտրվում ու փառք Աստծո որ չի կտրվում Հայաստանի հետ։ Դա պետքա չկտրվի։ Մենք միշտ չես ընդունում, որ մենք ապրում ենք Ամերիկայում, բայց Հայաստանի հոգսերով։ Հայաստանով։ Հայաստան։ Մենք ավելի շատ ենք այնտեղով ապրում։ Ես որ գնում եմ այնտեղ, ասում ես մարդիկ անդառ, ցենց առաջին նորությունը վատ, լավ, չգիտեմ, մենք ենք, չէ, իրար առավոտյան վեր կանում, փոխանցում Հայաստանում ինչ եղավ, ծնողների հետ, բարեկամների հետ, մենք շատ կապված ենք այդտեղ։ Ու առհասարակ Սփյուռքը շատ հզոր է։ Իհարկե։ Եվ հզոր ուժ է, եւ հենարան է, եւ մենք միշտ իրենց հետ ենք։ Այնպես որ առաջ դեպի իգործ, այսպես ասած, այո, իգործ։ Շատ շնորհակալ եմ Նորո ջան, որ չմերժեցիր, քո զբաղված ես գրաֆիկով, ինձ ժամանակ տրամադրեցիր ու համայնքի ներկայացրեցիր նաև քո այս գործունեությունը, որը սիրով ծավալում ես։ Առհասարակ քո խոսքի մեջ սերը շատ էր, դեպի քո ընկերները, դեպի քո հայրենիքը, դեպի այնտեղ, որտեղ դու ապրում ես ու քո ստեղծածը։ Ես ուզում եմ, որ դու իսկապես լավ լինես ու գործունեությունդ ել ավելի ծաղկի ու բարգավաճի։ Մերսի շատ Մերի ջան, ես քեզ եմ շնորհակալ եմ, որ տարիներ անց մենք Երևանում ուսանողական ընկերներ ենք եղել, դու ես երաժիշտ եւ շատ շնորհակալ եմ, որ այսօր ունես քո հաղորդաշարը,
մեծ սիրով եմ եկել, ասեմ, մեծ սիրով եմ եկել, շատ մեծ բավականություն եմ ստացել, կարծում եմ մեր զրույցը ստացվեց, մերսի քեզ։ Շնորհակալություն բարեկամներ, իսկ մենք կհանդիպենք հաջորդ շաբաթ, եթե չեք հասցրել դիտել մեր նախորդ էպիզոդները, ապա անպայման բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին, որն է Menu AM USA, եւ իհարկե սպասեք մեր նոր հաղորդումներին։ Ցտեսություն։